Գծանկար, գունանկար, քանդակ։ Հայաստանի նկարիչների միությունում ցուցադրվում է ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողների մոտ 160-ից ավելի աշխատանք։ Ուսանողների լավագույն աշխատանքներն ենք մենք ընտրել եւ այս աշխատանքներով կարողացանք այսօր փորձեցինք Հայաստանի նկարիչների միությունում ցուցադրվելու, որը որ շատ մեծ պատիվ է եւ համալսարանի համար եւ ուսանողների համար, որը շատ ոգևորիչ է, երեխաները շատ ոգևորված են, իրենց համար բավականին մեծ հետաքրքրություն է սա, իրենց աշխատանքները նման ոճով մատուցելու։ Նկարիչների միության փոխնախագահ Լևոն Աբրահամյանի դասերին մշտապես ստեղծագործական մթնոլորտ է։ Ցուցադրված աշխատանքներից որոշները հենց նրա աչքի առջև են ստեղծվել։ Անգամ այս տեխնոլոգիայի դարում, որ ամեն օր զարգանում է տեխնոլոգիան, միևնույն է, երեխան պետք է ունենա կամ ուսանողը պետք է ունենա իր մտածելակերպը, իսկ մտածելակերպը ձեռք է բերվում հենց այդ հմտությունների շնորհիվ, միասնության այս հմտությունների շնորհիվ, եւ քանդակի առարկայի, եւ գունանկարի, եւ գծանկարի, եւ ինչքան շատ են հմտանում այս մասնագիտությունների մեջ, այնքան ավելի պրոֆեսիոնալ կարող ենք տեսնել եւ ճարտարապետական նախագծերը եւ ուրեմն իրենց մտածելակերպը եւ սա անբաժան մասն է ճարտարապետներից։ Տարբեր ոճեր, տարբեր աշխարհայացք ու գեղեցիկի մասին ուրույն մոտեցումներ։ Ցուցասրահը լի է ուսանողների հույզերով։ Նկարիչների միության նախագահի խոսքով նման ցուցադրությունները լավ հնարավորություն են երիտասարդների ինքնադրսևորման համար։ Պետք է ուրախությամբ նշեմ, որ համալսարանի հետ արդեն ունենք համաձայնություն հետագայում իրականացնել տարբեր նախագծեր, սիմպոզիումներ, վարպետության դասեր, համատեղ ցուցահանդեսներ եւ շատ կարեւորում եմ բուհերի հետ աշխատանքը եւ մանավանդ այս բուհի, որտեղ մի այլ դիտակետից են նայում ուրեմն ուսանողները արվեստին։ Արվեստի այս գեղեցիկ սիմպոզիումը ըստ կազմակերպիչների նոր խթան կդառնա երիտասարդների համար ավելի ոգևորվելու եւ կատարելագործելու մասնագիտական հմտությունները։ Յուրա Վահանյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։